Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելի է 4,4%-ով, դոլարով արտահայտած աճել է 5,8%-ով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վստահեցնում է, ամբողջ պարտքի ներգրավումը եւ ծավալները պլանավորված են Հայաստանի բյուջեով եւ միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ։ Նա նաեւ նշել է, որ ներքին պարտքի մասնաբաժինն ընդհանուրի մեջ աճել է, ինչը որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերը։ Լրագրողները առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։ 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։ 2024-ին մեր երկիրը 71,6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզոնականը, 2023-ին 49-րդ տեղում էր։ Տարածաշրջանում մամուլի ազատության առումով Հայաստանն առաջատարն է, նշվում է սակայն, որ պետական լրատվամիջոցները մեր երկրում կառավարությանը չեն քննադատում։ Մի շարք անկախ լրատվամիջոցներ, այդ թվում Factor TV-ն, անկախ վերահսկողի դեր են խաղում, ինչը կարևոր է ժողովրդավարության համար։ Ավելի քան 5 տարի միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Եղիշե Կիրակոսյանն այսուհետ փաստաբանական ծառայություններ կմատուցի։ Facebook-յան գրառմամբ նա նշել է, որ նպատակ ունենալով պահպանել բարձր մասնագիտական չափանիշները, գործընկերոջ հետ փաստաբանական գրասենյակ են հիմնում, որը ծառայություններ կմատուցի մարդու իրավունքների արբիտրաժային, բիզնես գործարքների եւ այլ ոլորտներում։ Եղիշե Կիրակոսյանը մարտի 5-ին հայտարարեց, որ սեփական դիմումի համաձայն ազատվում է պաշտոնից։ Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ Կիրակոսյանը համաձայն չէ իշխանության կողմից բարբերաբար բարձրաձայնվող Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացված հայցերից հրաժարվելու դիրքորոշմանը։ Այս խոսակցությունները կողմերից որևէ մեկը չհերքեց կամ չհաստատեց։ Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում, եկել է կողմերի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Նա հավելել է, Վաշինգտոնի ներկայացուցիչներն ակնթարթային չեն թռչի աշխարհի մյուս ծայրը հանդիպումներ ծրագրելու համար։ Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև, այնուամենայնիվ Միացյալ Նահանգները ջանքեր կգործադրի խաղաղություն հաստատելու համար, բայց հակամարտության ելքն արդեն պահանջում է Մոսկվայի եւ Կիևի կոնկրետ գաղափարներ։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ նրա տեղակալ Ալեքս Վոնգը հրաժարական են տվել, երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունները։ Նա նաեւ նշել է, Ուոլցը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան կնշանակվի։ Մայք Ուոլցի պարտականությունները ժամանակավորապես կկատարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հրաժարականները տեղի են ունենում քննադատությունների ֆոնին, որոնք կապված են Սիգնալի գաղտնի չաթում տեղի ունեցած քննարկումների սկանդալի հետ։ Թեհրանի եւ Վաշինգտոնի անուղակի բանակցությունների 4-րդ փուլը հետաձգվել է, հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Այն նախատեսված էր մայիսի 3-ին Հռոմում։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ բանակցությունների հետաձգման նախաձեռնողը Օմանն է, բանակցությունների նոր ամսաթվի մասին տեղեկություն կներկայացվի ավելի ուշ։ Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, 2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Գավառ քաղաքից 12 կիլոմետր հարավ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս եւ Սարուխան գյուղերում 2 բալ ուժգնությամբ։